Մենք աշխարհի միակ ազգն ենք, որ երդվում ենք արևով։ Արևի մեջ մենք դնում ենք կյանքի իմաստ, պատվի իմաստ, հորս արև, երբ որ ասում ենք, այսինքն հորս պատվով, երեխուս արև, կյանքով։ Օրինակ ռուսները երբ որ երդվում են, իրանք խաչ են տալի ու նշում են պրավասլավնի, որտեղ իրանք պրավասլավնի քրիստոնեության ճյուղն են տանում, կաթոլիկները սովորաբար խաչն են պատճում, իսկ ինչու մեր մոտ այդպես եղավ, եկեք նայենք, Տրդատը ընդունելու քրիստոնեությունը 5 պապրավկայով, 5-ը, առաջինը եղել է, որ երբ որ Գրիգոր Լուսավորիչին ինքը թողեց եւ եկավ համաձայնությանը, որ ավելի լավ են շոր մի կրոն ունենաս, քան չունենաս, որտեղ մենք մեր կրոնը արդեն Պարսիկ թագավորի կիրից հետո կորցրեցինք, թագավորությունը կորցրինք, պետական ինստիտուտները եւ ընդունեցին քրիստոնեությունը 5 ոնց որ ասում է նշումներով։ Առաջին նշումը, որի վրա Տրդատը sense մատը դրեց ու ասեց sense պիտի, դա էր որ յուրաքանչյուր հայկական եկեղեցի պիտի կառուցվի հետանոսական տաճարների տեղը։ Դրանով վերականգնվեցին հետանոսական տաճարները։ Երկրորդ ատրիբուտիկան, էդի կրակապաշտներին եւ ջրապաշտներին երկու հակասող ուժ կար, ոնց որ ռուսների մոտ բոլշևիկի, մենշևիկի, որ տվին իրար մորտին, մեր մոտ կրակապաշտները եւ ջրապաշտները իրար հետ միշտ վիճաբանության մեջ էին, կրակն ուժեղ, ջուրը կհանգցնի կրակի եւ այլն, համախմբեցինք տրնդեզով եւ վարդեվարով։ Երկրորդը։ Երրորդը դա մատաղն է, այսինքն եթե դու կյանքում ուզում ես ինչ-որ մի բանի նպատակի հասնես, մի բան պիտի մատաղ անես, այսինքն եթե դու ես մեքենա, դու քո մեքենան վաճառում ես, առնում ես կարի մեքենա, կարում ես, վաճառում ես այդ կարածը, քո քրդինքը, քո աշխատանքն ես դնում ու դրանով ունենում ես քո այն նպատակները, որի համար դու ժертվատ ես, որի համար դու ծախեցիր քո բանը, մեքենան, այսինքն այդ դեպքում դա ընդունելի է, իսկ եթե դու ծախում ես ու գնում ես ընկերներիդ հետ գինյոթվում, քեֆ ես անում, իհարկե դա ընդունելի չի, մատաղ է, երրորդը դա մատաղն է, եւ չորրորդը դա ընտանիքն է, ամենակարևորը, պետությունն ու ընտանիքը դա երկու շատ հզոր ինստիտուցիոնալ կառույցներ են, չորրորդը դա ընտանիքն է, յուրաքանչյուր ազգերի մոտ քրիստոնեական հավասարության նշանը կա դեմոկրատիան, օրինակ ասում կնոջից եւ տղամարդուց նույն պայմաններն են ասում խոսքի, թե պրավասլավնիների մոտ, թե կաթոլիկների մոտ, թե պրոտեստանտների մոտ, համաձայն ես, որ քո ամուսինը լինի, ասենք, այնտեղ խոսքի Վասիլին, ասում այո, ասում Վասիլի համաձայն ես, որ քո կինը լինի, ենթադրենք Նատաշան, ասում այո, եւ այլն, իսկ մեր մոտ հնազանդություն եւ տիրոջ կարգավիճակը, տիրոջ Աստծո կողմից իջացրած թագավորական տիրոջ կարգավիճակը տերես եւ հնազանդ, ընդ որում չի ասում քանի հոգու կարաս դու տեր լինես, դա եկել է հետանոսությունից, կարաս 5 հոգու տեր լինես եւ կինը կլինի հնազանդ, քանի դու տեր ես, հետանոսական նախաքրիստոնեական տրակտերով։ Եվ վերջապես 5-րդ ատրիբուտիկան, երբ որ խաչը դրվեց, Տրդատը համաձայնվեց, խաչը դրվեց, Տրդատը ասեց խաչը փայգեց մեր արևը, դրա համար խաչի հետևից արևն է հայկական շողում, մենք արևապաշտ ազգ ենք, յուրաքանչյուր հային որ հարցնես, կասի հորս արև, մորս արև, իսկ ռուսը ասում է ոտ տիբե կրեստ պրավասլավնի, եթե ձեր շրջապատում կա մեկ անգամ հոգի, որ դու ասես լավ էլ աղբոր պես սուտ ես խոսում,
ասի ար քեզ խաչ, հայ առաքելական, նման բան ես չեմ լսել, 62 տարեկան եմ, նման բան ես չեմ լսել, ու դժվար է լսեմ, որտեղ մենք 301 թվից քրիստոնյա ենք, իսկ 25000 տարի դրանից առաջ եղել ենք արևապաշտ, հետո եղել ենք ջրապաշտ, հետո եղել ենք կրակապաշտ, զորիաստրիզմը, մենք շատ մեծ ապագա ունենք, մենք շատ մեծ անցյալ ունենք եւ մենք շատ կոնկրետ ներկա ունենք, ներկայում մենք քրիստոնյա ենք, անցյալում մենք հետանոց ենք, մենք պիտի գնանք առաջ, առաջ ուր, եթե նավակը թողես օվկիանոսի մեջ եւ նա գնա, չիմանա այ կետից B կետը որն է, առաջի ալիքը կկործանի, մենք գոռում ենք, ձախ կողմից ալիք է գալի, եկեք այս դիրքը ընդունենք, աջ կողմից է ալիք գալի, եկեք այս դիրքը ընդունենք, իհարկե կարելի է դիրքեր ընդունել, որտեղ մեր այս կյանքը ժամանակակից այս կյանքի ընթացքում ժամանակները շատ շուտ է փոխվում եւ սիտուացիաներն են փոխվում, դրա համար դա ճկունությունը իհարկե դա լավ բան է, բայց ազգային դոկտրինա ցավոք սրտին 198 ազգերից, որոնք ՕՕՆ-ում կան, ընդամենը 4 ազգ ունի հավատք։ Դա ջհուդներն են, ճկուտիկը, կոչվում է յուդաիզմ, հնդիկները ինդուիզմ, իրանք ինդուս են, ինդուիզմ, չինացիները եւ ճապոնացիները դինտոնիզմ եւ սինտոնիզմ։ Իրանք բուդդիստ են, բուդդիստական տրակտերի վրա է հիմնված, մեկը սոցիալիզմ են կառուցում, սովետական մոդելի նման, իրանց ազգային շահերը ընդունելով, մյուսները ճապոնացիները իրանք սարքում են իրանց երկիրը նույն տրակտերով, բայց ոչ թե սոցիալիզմ, այ ճապոնական իմպերիան։ Եվ մենք 5-րդ էլեմենտն ենք, հայեր ջան, եթե դուք հասկանաք, որ մենք 5-րդ էլեմենտն ենք, այսինքն այն ղեկն ենք, որ պիտի բռնենք մեր ձեռքում, մենք այսինքն թիզով ջհուդները ու հրեաները իրարից իշքան հեռու են, այդքան էլ իրար նման են, ոնց որ ղուշն ու գիրը, մենք ղուշն ենք, իրան գիրն են, օրինակ, սա ղուշն է, սա մենք ենք եւ գիրը իրանք են, ինչ է նշանակում գիր, իրանք Վանե շրջանում, որ Վանի շրջան, որ մեծն արան, Տիգրան մեծը դրա հետ կապ չունեցել, բերել է Եգիպտոսից առել է ոսկու գնով ջհուդներին բերել է, մենք ասիմիլյացիա ենք եղել եւ ըտեղից ասում են վանեցի, այսինքն ջհուդները շատ ասենք իրանք քծիբ են, ասենց հայերենով ասել, բայց քծիբ չեն, իրանք ապագայի նայում են, դրա համար հենց իրանք արյուն ու ռեշկայը որ կսես, իրանք այդ փողի թիվն են, իրանք թվի գնահատական տվող են, մենք էլ հոգևոր արժեքների գնահատական, Աստված մեզ տվել է, որ մենք հոգևոր արժեքներով զբաղվենք, իսկ ջհուդները, որ այդ աշխարհի մատերիալիզմը տան գնահատական, այսինքն մենք մի մատերիալից ենք, տարբեր դիրքերից ենք խոսում, եթե մենք միանանք, ամբողջ աշխարհը մերը կլինի, մենք ասենք թուրքական աշխարհը ուղղություն կտանք, չենք իշքի խոսքի, ուղղություն կտանք, ջհուդները արաբական աշխարհին ուղղություն կտան, այսօր իրանց տարածք եթե չեմ սխալվում 22 քառակուսյան մերը 28-ա 30% մեր տարածքից փոքր են, ամբողջ աշխարհը կռվ են անում, որտեղ ունեն դոկտրինա, որը կոչվում է յուդաիզմ, մերը պիտի կոչվի արմենիզմ, հնդիկները ինդուիզմ, ինդուս խոսքից է, մենք հայ ենք, մենք մեզ հայ ենք ասում, բայց մենք ով ենք, մենք արմենականներն ենք, արմենոիդներն ենք, հայկական ռասա գոյություն չունի, հայկական էթնոս գոյություն ունի, բայց մեր ռասան արմենականը, ոնց որ կոպիտ ասած
նեգրները ռասա են, բայց նեգրների մեջ տարբեր ազգություններ են ապրում։ Արմենիզմի մեջ արմենոիդների մեջ մենք հայ ենք, բայց արմենոիդների մեջ մենք արայել ենք, արմենոիդների մեջ մենք հետսոսներ ենք եղել, հետերը, հետանոս հայերը, շատ են եղել, ցավոք սրտի մենակ հայկերն են մնացել, այսօր, իսկ ինքը արմատը արմենոիդն է, Արանա, մեծն Արանա, որին ճանաչել են հին դարաշրջանում որպես արա, եգիպտացիները ատառը իրավունք չունեին ասել, որտեղ անանուկիները իրանց արգելել էին, եւ իրանք արային ասում էին ռա, արան իրանց աստվածն է եղել, արան եղել է լիմուրից է եղել, դրանք եղել են 12 մետրանոց, իսկ հայկը իրանց զավակը եղել է ավելի պուճուր, 7 մետրանոց, Բելի հետ իրանք նույնիսկ դարաշրջանի մարդիկ են եղել, հայկը, բելը, վիլիկաններն են, ոնց որ ռուսների մոտ Իլյա Մուրոմից եւ այլն, բոլոր ազգերն էլ ունեցել են այդ վիլիկանները, դա նախա մարդկային ցիվիլիզացիաներ, մենք շատ բաներ ունենք, եւ վերջով մենք աչակոմյա ենք, ձախը մեր համար լավ չի, գործերը ինչ եղավ, ձախողվեց, դեպի աջ, դեպի առաջ, այսինքն մենք ճապոնացիների նման եւ բրիտանացիների նման մեր ավտոյի ղեկը պիտի լինի աչկոմյա եւ մեքենաներով որ բարձրանում ենք ենթադրենք կոմիտասից դեպի մասիվ այդ ճանապարհով որ այսօր մենք բարձրանում ենք այդ ճանապարհով մենք իջնենք ասում ենք ի՞նչ է փոխում դա մետաֆիզիկա է փոխում Մետաֆիզիկա է փոխում, դուք հասկանում եք, այդ նույն բանն է, որ ժամացույցը ֆռա, դնեք թվերը 12, 1, 2, 3, 4, խոսքի 3-ը դնեք 9-ի տեղը, 9-ը բերեք դնեք 3-ի տեղը, ինչ կլինի։ Ոտից գլուխ սաղ շուռ եք տալի, ինչ կլինի, մետաֆիզիկա է փոխում։ Եթե դուք ուզում եք, որ մենք առաջ գնանք, միակ ճանապարհը արմենիզմն է, ու ես հպարտ եմ, որ 7000 տարի անց ես արմենիզմը Արկադի Թաթևոսովիչի հետ եւ իմ ընկերների հետ, եղբայրների հետ ու մարտական իմ բոլոր քույրերի աղբերների հետ 14 թվին կոմանդոսի դոսաֆում դալիճում մենք համախմբվեցինք եւ հայկականությունը արմենիզմը հայերեն հնչում է հայկականություն անգլերեն տրանսկրիպցիայով մենք այն ժամանակ որոշեցինք ասենք հայիզմ եւ այդ հայիզմը հայկականությունը եւ արմենիզմը մենք հռչակեցինք նոր ճանապարհը հայոց եւ դրա սիմվոլը 8 աստղանի աստղնա մեջը հավերժություն լավ եղեք հայեր մի մտածեք ես անիծում եմ այն հայերին որոնք այսօր դաշտ են ստեղծում եւ օտար երկրի համար ծառայում են, այն երկրի համար, որի լիդերները կանեցին, ասեցին, որ մեր համար անընդունելի է, ենթադրենք Դուգինը, որ լինի անկախ Հայաստան, անկախ Վրաստան, ու այսօր այդ մարդիկ կուսակցություններ են ստեղծում, ուզում են հաղթանակ կրեն դեմոկրատական սկզբունքներով, որ հետո մեզ, մեր պետությունը հանձնեն այն երկրին, որը չի ուզում որ մենք լինենք անկախ սուվերեն հանրապետություն։ Ես անիծում եմ ձեզ, կոտրվի ձեր ձեռքը, բոլոր են հայերին, որոնք սատարում են այն ուժերին, որոնք մեր պետությունը տանում են դեպի գուբերնիա, կամ դեպի վիոլետ, կամ դեպի, չգիտեմ, ինչ տրկական ուժերի տակ։ Կեցե անկախությունը, կեցե հայ ազգը, կեցե արմենիզմը եւ մենք գնալու ենք առաջ։ Ոտների տակ մեր մի ընկեք։